Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան։ Մեկ անգամ եւս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին։ Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում եւ տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, пассив է, ապաքաղաքականացված է եւ այլն, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հանրություն։ Ես նորից եմ կրկնում, ես համաձայն չեմ այդ մտքի հետ եւ չեմ համարում, որ մեր երիտասարդությունը դաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև եղել են ճակատագրական պահեր մեր երկրի համար եւ մեր երիտասարդները իրենց դրսեւորել են շատ փայլուն ձևով։ Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաեւ երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ եւ շատ բնական է եւ օրինաչափ է, որովհետեւ հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է։ Ուղղակի անընդունելին այն է, երբ որ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ եւ իհարկե վատթարագույն ձևը զենքով։ Այս սա է անթույլատրելի։ Սա ես ասում եմ նաեւ նրա համար, որովհետեւ այսպես ասած հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են իհարկե նաեւ երիտասարդներին, որովհետեւ այս ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից։ Սա միշտ պետք է հաշվի առնել։ Քաղաքական պայքարը շատ նորմալ է եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների պաշտպանության համար, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի։ Այդ թվում նաեւ փողոցային։ Նորից եմ կրկնում, սա նորմալ է։ Աննորմալ է, երբ որ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, մարդկանց միտքը, ելնելով իրենց սեփական շահերից։ Այսօր մեր երկրում երիտասարդները ունեն ազատություններ, ունեն հնարավորություններ եւ այդ հնարավորությունները բավականաչափ լավ են։ Լինի դա խոսքի ազատություն, լինեն դրանք քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ։ Եվ ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեք այս հնարավորություններից։ Ձեզ հաջողություն մաղթելով մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, այո, անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Ապրեք։